Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9-րդ համարի ներքո։ Կուսակցության ծրագրային հիմնական ուղղություններից են ազգային արժեքների պաշտպանությունը, ուժեղ բանակի եւ անվտանգության համակարգերի ձևավորումը, ինքնիշխան պետության գաղափարը եւ ազգային վերածննդի օրակարգը։ Կուսակցության падգամավորի թեկնածու Սիլվա Բաղդասարյանն անդրադառնալով կրթության ոլորտին նշել է, որ ամենօրյա աշխատանքը երեխաների հետ ցույց է տալիս ոչ միայն համակարգի խնդիրները, այլև հասարակության մեծ ներուժը։ Ամեն օր աշխատելով երեխաների հետ ես տեսնում եմ մեր կրթական համակարգի իրական խնդիրները, բայց նաև մեր ժողովրդի մեծ ներուժը։ Ես տեսնում եմ երեխաների երազանքները, ծնողների մտահոգությունները եւ ուսուցիչների ամենօրյա դժվար աշխատանքը։ Այդ փորձը ինձ բերել է այն համոզման, որ առանց ուժեղ կրթության եւ ազգային արժեքների անհնար է ունենալ ուժեղ պետություն։ Բաղդասարյանի խոսքով Հայաստանը պետք է լինի երկիր, որտեղ կրթությունն առաջնային է։ Յուրաքանչյուր երեխա ունի զարգացման հավասար հնարավորություն, իսկ երիտասարդը իր ապագան տեսնում է սեփական հայրենիքում։ Մենք պետք է կառուցենք Հայաստան, որտեղ կրթությունը կլինի առաջնային, ոչ թե երկրորդական, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա հավասար հնարավորություններ զարգանալու, որտեղ երիտասարդը կտեսնի իր ապագան սեփական հայրենիքում, իսկ ընտանիքը կլինի պաշտպանված եւ վստահ վաղվա օրվա նկատմամբ։ Կուսակցությունում հայտնում են, որ իրենց նպատակը ազգային վերածննդի, ուժեղ պետության եւ վստահ ապագայի օրակարգն առաջ տանելն է։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Արտակ Սարգսյանն է։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։